This is Sefohanian, an award-winning film. Փոքր բյուջեով Նախլեսարանի համար ընտանեկան կոմեդիայից մինչև Օսկարակիր ֆիլմի պրոդյուսեր եւ այսօր արդեն Հոլիվուդի բոլոր ժամանակների ամենաազդեցիկ հայերից մեկն է Սևոհանյանը։ Աշխատասենյակի պատերին իր ֆիլմերի մեծադիր պաստառներն են, մեծ մասը հայեր են, ասում է դրանք գործնական իմաստ ունեն։ Իր այցելուներն ու օնլայն հանդիպումների մասնակիցներն անպայման հարցնում են ինչ լեզվով է, բացատրությունը տալիս է հետնել մի կարճ անդրադարձ իր արմատներին։ Ամերիկայի մեծացել, մենք բայց իմ սիրտիս մեջ հայ եմ զգում, Հայաստանից ենք ու մենք հայ ենք ամենս ու ես եւ իմ կնիկս նարդի մատերախա ունենք անունը Արեն եւ ինքը մեծացավ մենք Իրան սովորացնենք մեր հայ ժողովրդի պատմություն ինչա իմ ամենաառաջի կինոն վրսարքեր իմ հայկական movie էր My Big Fat Armenian Family so միշտ սիրտիս մեջ հայ կենեմ Սևակը Հոլիվուդին հայտնի Սև անունով ծնվել է Իրանից Գերմանիա, ապա Միացյալ Նահանգներ փոխադրված ընտանիքում։ Մեծացել Լոս Անջելեսում։ Ասում է կինեմատոգրաֆիայի նկատմամբ սերը մանկուց է կարդացած գրքերի ու վարձակալած ամերիկյան բլոկբասթերի շնորհիվ։ Եվ որ մեծանում իմ ուզում եմ movie սարքին, բայց ճիշտ ասած մեկ քիչ վախենում եմ, որտեվ այն ժամանակ ես ոչ մի լուրջ ունիմ օտար հայեր, որ Ամերիկայի մեջ կարողացան կինո գործանին, լավ մի բան սարքին, ճիշտ ասած կային, բայց մենակ չեմ ճանաչում, բայց երբ որ եսի 18-19 տարեկանին սկսա մի քիչ փոքր շատ կարճ վիդեոներ սարքեմ, որ մամիս ու պապիս մասին էր, որ ընկերներ ճիշտ մամայի պապայի նման հագնվում էին, իրար վրա ճվում էին, կատակին անում դրա մեծ վիդեոներ YouTube-ի վրա, ես առաջուց կարծում եմ մենակ իմ 10-20 հատ ընկերներ կնային ու կսիրեին, բայց միանգամից 1000 ու 100,000 հայեր լրիվ աշխարհի մեջ տեսան այս վիդեոները։ Սևի առաջին ֆիլմը իմ մեծ չաղ հայկական ընտանիքը գրեթե առանց ծախսի իր իսկ ընտանիքի անդամների մասին ու նրանց մասնակցությամբ ստեղծված հումորային պատում էր առօրյա ընտանեկան իրավիճակներից ոգեշնչված։ Հենց դա էլ հաջողություն բերեց ֆիլմին, քանի որ հայ հանդիսատեսն ինքն իրեն ու իր հարազատներին գտավ այդ տեսարաններում, բացատրում է Սևը։ Որ ամենը movie-ին սիրացին, ծծաղում էին, ծափին տալի, պատազները լացում էին, ասում են, որ ճիշտ իմ պատմությունն իմ տեսնում, ճիշտ այդ ես եմ, կամ իմ քույրիկի պատմությունը, կամ ճիշտ մամիս նման այդ ձեր character-ները, so միշտ իմ նպատակն է դալի, որ վերջապես կարողանամ հայ պատմություններ դնեմ Հոլիվուդի մեջ մեծ սևով։ Առաջին ֆիլմի հաջողությունը Սևոհանյանին հուշել է ինչ է սիրում հանդիսատեսը, այդպես որոշել է շարունակել ստեղծագործել, բայց մասնագիտական լավ կրթություն ստանալուց հետո։ Առաջին ֆիլմի հասույթով Կալիֆոռնիայի համալսարանն ավարտելուց հետո նկարահանած ֆիլմը Կաննի կինոփառատոնում է ներկայացվել։ Սևոհանյանը պատմում է, որ այդ օրը բացահայտեց հաջողության երկրորդ գաղտնիքը՝ հայերի նեղ պահին միմյանց օգնելու կարողությունը։ Կինոփառատոնում պահանջել են հատուկ կոստյումով տաքսիդոյով ներկայանալ, արագ օգնել են տեղի հայերը։ Իմ կարծիքով շատ հեշտ է, որ մեկը վախենա, որ եթե հայ ունի, որ գաս ճյուղի մեջ, որտեղ փող կարիք ունես, կամ connection կարիք ունես, կամ resources կարիք ունես, ես էլ այդպեսի վախենում եմ, բայց ես արդեն սովորել եմ, որ այդ ամեն այդ բաները, որ մենք կարծում ենք կարիք ունես, որովհետև դու հայ եք եւ Ամերիկա եք եւ հայերի մոտ եք ունեք։ Ինքն էլ Թումոյում դասավանդելուց հետո ամեն տարի հոգում է կինոյի ճանապարհն ընտրած հայաստանցի մեկ ուսանողի ուսման ծախսը։ Սևոհանյանի բոլոր ֆիլմերում պարտադիր կա հայի տաղանդը, հմտությունները եւ կարողությունները ներկայացնող հերոս։ Ասում է հային պետք է լավ ներկայացնեմ, որ մեզ ճանաչեն մեր տաղանդներով, ապա նաեւ պատմեմ մեր պատմությունը։ Հոլիվուդը շատ օտար ազգի պատմություններ ունի։ Մտածեք, չեմ անում, Արգենտինայի մասին շատ պատմություն չկա, or Սոմալիա մասին չկա, շատ Ամերիկայի մասին են պատմություններ սարքեն, բայց որովհետև շատ հայեր չեն առաջացել Հոլիվուդի մեջ այդ համար։ So իմ հույսն է որ մինչև ես retire անեմ կարողանամ ես իսկական օգնեմ որ մեր պատմությունները դնեն գտա։ Հոլիվուդում Սևոհանյանի անունը հայտնի դարձավ դեռևս Օսկարակիր մեղավորները ֆիլմից առաջ նկարահանված Որոնում ֆիլմով, որը տարբերվեց Սևի ձեռագրով նորարարական Screen Life պատմողական ձևաչափով։ Նրա հիմնած Proximity Media ընկերության նկարահանած մեղավորները Օսկարի պատմության մեջ առաջինն է մրցանակների թվով։ Ֆիլմն Օսկար ստացավ 16 անվանակարգում։ Սևոհանյանն էլ դարձավ առաջին հայը, որը ստացավ ոսկե արձանիկը որպես լավագույն պրոդյուսեր։ Այդ օրը was amazing, որտեվ իմ համար շատ կարևոր է, որ իմ կնիկս իմ հետ էր եւ մամաս ու պապաս ու քույրիկս, այդ ամենը որ միշտ առաջուց ինձի support-ին արել այդ օրը իրանց հետ տանին, որտեվ այդ օրն էլ մենակ իմ համար չէր, ամենից համար էր։ Չնայած հոլիվուդյան հաջողությանը Սևոհանյանը շարունակում է պատմել Ամերիկայում էմիգրանտի կյանքի ու իր հայկական արմատների մասին։ Դա է նաև իր երկու նոր նախագծերի՝ հեռուստաշոուի եւ նոր ֆիլմի հիմքում։ Պատմություն, որի մեջ Սևոհանյանը համատեղեց նորարարությունը, հայկական թեմաներն ու միջազգային ճանաչման հասնելու հոլիվուդյան ձգտումը։ Մնաց հայ, որը պետք է երբեմն տուն վերադառնա նոր նշանչանքի համար։ Մինչև կյանքիս վերջը միշտ կհիշեմ այդ առաջին անգամ, որ օդանավը նստավ Երևանում ու ճիշտ զգացին, որ ճիշտ հասել ենք տուն։
Լիլիթ Ցեթրակյան, Գարեգին Վարդանյան, Լուրեր, Միացյալ Նահանգներ։